Արմավիրի մարզի դատավորն ինքնաբացարկ է հայտնել ամենայն հայոց կաթողիկոսի և եպիսկոպոսների քրեական գործով։ Պատճառն այն է, որ դատավորը նախքան դատավոր դառնալը եղել է փաստաբան և այս գործով վեհափառի պաշտպաններից մեկը Արա Զորաբյանը նրան արտոնագիր է տվել որպես փաստաբանական պալատի նախագահ։ Ինքնաբացարկից հետո մարդիկ Գարեգինբեի հետ ոտքով դատարանից շարժվեցին դեպի Մայր տաճար։ Մենք զրուցել ենք քաղաքացիների հետ իմանալու նրանց կարծիքները։ Այս գործը ինքնին հակաօրինական եւ հակասահմանադրական է, քանի որ խոչընդոտում է հենց եկեղեցու ինքնավար գործունեությունը, այսինքն ինքնավար որոշում ներկայացնելու process-ին են խառնվում, ինչի իրավունքը չունեն։ Խայտառակություն, աներևակայելի մի հատ գործընթաց, որը, չգիտեմ, երբեք չէի պատկերացնի, որ հնարավոր է մեր երկրում տեղի ունենա, հաշվի առնելով մեր կրոնը, առաջին քրիստոնյա ազգ լինելը։ Այդ չարիքը մեզ բուժում է։ Ինչ նկատի ունեք։ Դե մեզ ավելի լավը կսարքի։ Ուժեղացնում է, այսինքն նման գործերը մարդկանց միավորում են։ Իհարկե, մենք ես չէի պատկերացնում, որ ես այսպես կհպարտանամ իմ կաթողիկոսին, չէի պատկերացնում ու ինչքան ժամանակը գնում է, այնքան ավելի շատ է մեզ ցույց տալիս իր էությունը։ Դատավարությունը շատ վատ է մեր համար, մեր ազգի համար շատ վատ։ Ոնց կարելի է վեհափառին դատել, ոնց։ Այսպիսի բան աշխարհում չկա։ Ինչքան ժամանակ, երբ որ մենք խոսում ենք, որ գնում է ինքնության դեմ պայքար, հայկական ինքնության դեմ պայքար, ու եթե նաև Նիկոլ Փաշինյանը հաջողում է այս առումով, սա ուղղակի հայկականության վերացման վտանգն է։ Եվ եթե սա հանդուրժենք, սա դառնում է վտանգավոր ցանկացած այլ տիպի ոտնահարումների համար։ Դա կլինի այս տեսակ մեծ գործ, թե փոքր գործ, չպիտի թույլատրելի լինի, պիտի մենք որպես ազգ եւ այսպես ասենք պետություն իմունիտետ ունենանք եւ դրա համար քաղաքացիները այս դեպքում կարծում եմ ոչ միայն քրիստոնյաները, ընդհանրապես ովքեր որ պետության ամրությունն են ուզում, սահմանադրության ամրությունն են ուզում, պաշտպանվածությունն են ուզում, պիտի պայքարեն ուղղակի։ Գործով մեղադրյալի կարգավիճակում են ամենայն հայոց կաթողիկոսը եւ Գերագույն հոգևոր խորհրդի բարձրաստիճան եպիսկոպոսները։ Իրավական վեճը ծագել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի Արման Սարոյանի պաշտոնից ազատելուց հետո 2026-ի հունվարին դատարանը որոշում էր կայացրել, որ հոգևոր խորհուրդը որևէ գործողություն այս մասով չպետք է կատարի, բայց այնուհետև Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է նրան ազատել այդ պաշտոնից եւ սա ըստ դատախազության դատարանի որոշումը չկատարելու հիմք է եւ դատախազությունը այս գործով քրեական վարույթ է հարուցել։